Բարեկալուս Civilnet մինչ հարցազրույցին անցնելը խնդրում ենք հավանել այս տեսանյութը տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքեջ եւ սեղմել Donate կոճակը, ինչպես նաև շատ շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ, ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Մինասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ ձեզ, որ այստեղ եք։ Տիկին Մինասյան, մենք ձեզ հետ խոսելու ենք վերջերս թափ հավաքած հերթական անգամ թափ հավաքած եկեղեցի պետություն, եկեղեցի կառավարություն, հակամարտություն, ասեմ, հակասություն կամ ճգնաժամ, ասեմ, դրա մասին, բայց խնդիրը այս վերջին էպիզոդիկ դեպքը չի, ընթացքը չի։ Դեռ 2018 թվականից հետո կարելի ասել Հայաստանի Հանրապետության կառավարության եւ եկեղեցու հարաբերությունները այդքան էլ հարթ եւ համերաշխ չէին։ Ինչու հենց այնտեղից, հենց այդ պահից մենք սկսեցինք տեսնել այսպես որոշակի ճեղք, որոշակի վիհ կառավարության եւ եկեղեցու միջեւ, որը տարեց տարի ամեն անգամ ավելանում եւ սրվում է։ Նախ եկեք սկսենք որտեղից է սկսվել այս ամեն ինչը։ Ես կարծում եմ, որ հոգևոր եւ աշխարհիկ իշխանությունների կռիվը մենք չէ որ սկսել ենք, բայց այդտեղ ձևակերպման հետ խնդիր եմ տեսնում։ Ես կարծում եմ, որ ոչ թե կառավարության եւ եկեղեցու մեջ է կռիվը, այլ կառավարության քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության եւ եկեղեցու որոշ դերակատարների, որոնք հիմա հանդես են գալիս եկեղեցու իշխանություն որպես այսպես ասած։ Եվ նրանց մեկնությունները, նրանց հարցազրույցները, նրանց ես չեմ հիշում այս տարիների ընթացքում, որ այդքան շատ անգամ մեր ընդդիմությունը ընդդիմադիր խոսույց չի ձևավորում հարցազրույցներում, ինչքան եկեղեցու որոշ ներկայացուցիչներ, arczepiskopos-ներ, թեմերի առաջնորդներ, եւ այդ ամենը սկսվել է նրանից, որ ոչ թե հակասություն կա նրանց միջև, այլ ես կարծում եմ, որ դարեր շարունակ այդ տարանջատվածությունը շատ հստակ է եղել եւ իշխանությունը երբևիցե գործ չի ունեցել եկեղեցու շատ գործունեության հետ, որը օրինակ մեր հանրային միջավայրում ընդունված է չքննարկել, չքննադատել, բայց երբ մենք սկսեցինք բացել շերտեր եւ խոսել նրանց մասին, այն բաների մասին, որոնք ընդունված չէ հասարակության մեջ խոսել, սկսվեց մեծ ընդդիմություն, դիմադրություն եկեղեցու ներկայացուցիչների կողմից եւ 18 թվականից հետո ես կարծում եմ այդքան սուր չէր ընկալվում այս ամենը, ինչքան որ երբ եկեղեցականները սկսեցին արդեն ընդդիմության հետ համատեղ նույն քաղաքականությունը վարել եւ նույն խոսույթը ձևակերպել անգամ եկեղեցու ներսում, եկեղեցական հոգեվոր քարոզ անելու ընթացքում։ Եվ այդ ամենը գնալով ավելի ուռճացվեց եւ մենք օրինակ քաղաքական պատասխան տվել ենք դրան միայն ու միայն երբ Բագրատ Գալստյանյանը սկսեց քաղաքական արշավ անել եւ քաղաքական քարոզ անել, մենք քաղաքական ընդդիմախոսություն ցույց տվեցինք Բագրատ Գալստյանյանին, բայց այդ ամենը սկսվել է դեռևս վաղուց։ Մենք այս վերջերս նորից ականատես եղանք շրջանառվող հարցազրույցներին, թե ինչպես դեռ 18 թվականին Շիրակի թեմի առաջնորդը հորդորել էր ռազմական հեղաշրջման, մենք 18 թվականից հետո այդ հարցազրույցը կարծեմ եղել։ 18 թվականից հետո եղել, 18 թվականին չի եղել, ինքը 20 թվականից հետո եղել է հարցազրույցի մեջ մի որոշակի դրվագ, որտեղ ինչ որ բան է ասում դրա մասին։ Շատ ավելի վատ է իրավիճակը, երբ համենայն դեպս նայեք, այստեղ խնդիրը տարանջատելն է, քաղաքական խոսույթը եւ այն մտահոգությունները, որոնք եկեղեցին երբևիցե արտահայտում է, հանրային համերաշխության տեսանկյունից, հանրությանը հետաքրքրող հարցերի, ողբերգություններին վերաբերվող, մենք այդ խոսույթին երբևիցե արձագանք չենք տվել, օրինակ Լեռնային Ղարաբաղի կորստի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղում ողբերգությունների եւ էթնիկ զտումների մասին բարձրաձայնված խնդիրներին արձագանք քաղաքական իշխանությունը երբևիցե չի տվել։ Խնդիրը երբ դու մտնում ես քաղաքական դաշտ եւ դու պիտակավորում ես իշխանությանը այն բառամթերքով, ինչը նույնական է ընդդիմության խոսույթի հետ։ Եվ դու իմ համար առնվազն ամենաանընդունելի եւ դա եկեղեցու ներսում է տեղի ունենում։ Երբ օրինակ ցեղասպանության օրը, ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հուշահամալիրում սրբազաններից մեկը քաղաքական քարոզ է անում եկեղեցականի խոսքով։ Ու եւ խնդիրը գիտեք ինչու՞ն է, երբ մենք փորձում ենք երբ քաղաքական դեմք է քո դիմաց, դու շատ հեշտությամբ կարող ես նրա հետ մտնել քաղաքական բանավեճի մեջ, բայց երբ քո դիմաց հասարակության մոտ սրբացված
սրբազան է եւ սրբադասված մարդ է, որը հագնում է վեղար, ես անձամբ կաշկանդվածություն ունեմ նման մարդու հետ քաղաքական բանավեճի գնալու եւ բայց պարոն վարչապետը կարծես չունի Ստեղ խնդիրը հենց այդ կոտրելն է, որ եթե դուք հագել եք վեղար, կրում եք ցուպ եւ դուք հանդես եք գալիս որպես հասարակության եւ Աստծո միջև կապը հաստատող քահանաներ, հանեք ձեր վեղարը, զբաղվեք քաղաքականությամբ, մեզ ավելի հեշտ կլինի այդպեսին լինել։ Հիմա այդ խոսույթը եւ այդ բանավեճը սրվել է այնքան, որ երբ մեզ մեղադրում են աշխարհիկ կյանքում տեղի ունեցող եւ քաղաքական process-ներում տեղի ունեցող իրենց պատկերացմամբ ազգադավ եւ դավաճան խոսույթով ապարուրված իրողությունների մեջ, այստեղ պետք է պատրաստ լինեն նաեւ քաղաքական արձագանքի մյուս կողմից։ Չի կարելի հավերժ մտածել, որ պետք է մեր կողմը, մի կողմը լռել, քանի որ դուք վեղար եք կրում։ Շատ լավ, քաղաքական արձագանքը կարող է իհարկե, բայց մեղադրել եկեղեցականներին, որ իրենց ուխտը չեն պահում, ըստ այդմ պետք է հրաժարական տան, պահանջել հրաժարական վարչապետի դիրքից, կաթողիկոսի հրաժարական, արդյոք սա ճիշտ է։ Եվ դուք հիմա տեսեք, ձեր խոսքի սկզբից խոսում եք եւ առաջ եք տանում այն միտքը, որ եկեղեցին կամ առանձին եկեղեցականներ զբաղվել են եւ զբաղվում են քաղաքականությամբ, որը ընդունելի է, որը սահմանադրությամբ է տարանջատված եւ այլ եւ այլ։ Հիմա հակառակն է տեղի ունենում։ Պետությունը կամ կառավարության ներկայացուցիչները, իշխանության ներկայացուցիչները սկսել են զբաղվել ներեկեղեցական հարցերով, որը եւս սահմանադրությամբ խախտում է։ Նայեք, խնդիրը ինչու՞մ է, այստեղ ներեկեղեցական հարցեր չեն։ Եկեղեցականներին երբ հարցնում ես ինչու եք դուք ձեր քաղաքական գործունեությունը այդքան ակտիվ իրականացնում, ասում են մենք քաղաքացիական դիրքորոշում հայտնելու իրավունք ունենք։ Հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը, մեր կուսակցության մեծամասնությունը հավատացյալ ժողովուրդ է եւ հավատացյալ լինելու դիրքերից հնարավորություն ունենք նաեւ պահանջելու, որ մեր հայ առաքելական եկեղեցին, որը նաև սահմանադրությամբ օժտված է մեծ առաքելությամբ եւ մեծ դեր ունի հայ ժողովրդի կյանքում, լինի այնպիսին, ինչպիսին գրված է իր կանոնադրության մեջ։ Հիմա նույն բանը նրանք կարող են մեղադրել, նրանք հիմնականում մեղադրում են մեզ նույն իրողությունների մեջ ուղղակի այլ հայացքից։ Նրանք մեղադրում են քաղաքական իշխանությանը քաղաքական գործունեության մեջ, մենք կարող ենք նույն կերպ մեղադրել նրանց ներքին կանոնադրությունը խախտելու մեջ։ Բայց այս հակասությունները մի փոքր այլ տեղից են գալիս։ Ես դա հասկանում եմ, բայց խնդիրն նրանում է, որ դուք իրենց ասում եք, որ անթույլատրելի է, պետք չէ զբաղվել քաղաքականությամբ, եւ ազնիվ կլինի, որ հանեք այդ վեղարը նոր զբաղվեք քաղաքականությամբ, հիմա անում եք հակառակը, այսինքն դուք զբաղվում եք եկեղեցական գործերով, այդ դեպքում իրանք ձեզ կարող են ասել ազնիվ կլինի, հանեք ձեր կոստյումը եւ բանը, եկեք դարձեք եկեղեցականներ եւ զբաղվեք եկեղեցական գործունեությամբ։ Ես կարծեմ այդպես էլ ասում էր պարոն Աճապարյանը, ասում էր թող նրանք փորձեն 2 ամիս դեռ առանց կնոջ ապրել։ Քաղաքական բանավեճ է ստեղ տիրում, որտեղ ստեղ եկեղեցականի հարցը չի ու ես շատ մեծ ցավ եմ զգում, որ ինստիտուտի անունն է շահարկվում ստեղ անձերի միջև է խոսակցությունը տեղի ունենում, որոնք քաղաքականացված են, որոնք քաղաքական անգամ հետագիծ ունեն։ Բայց այդ անձերի ինստիտուտներ են ներկայացնում։ Եվ այդ անձերի միջև բախումը քաղաքական երկխոսություն է։ Եվ երբ նրանք քաղաքական բանավեճի մեջ են մտնում, նրանք պետք է պատրաստ լինեն քաղաքական հակազդեցության։ Բայց նորից եմ ուզում դրա մասին խոսել, ես կարծում եմ խնդիրը մի քիչ ավելի խորքային է։ Ես բազմիցս ուսումնասիրել եմ այդ հայտնի գործիչների, եկեղեցական գիծ քաղաքական գործիչների հարցազրույցները եւ ես տեսնում եմ հստակ մտածողության տարբերակվածություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ կարծում եմ հենց այդ խորքային փոփոխությունը 18 թվականից որ շեշտեցիք 18 թվականից է այստեղ եկել հենց դրա մեջ է մարդիկ խոսում են մի փոքր ձևակերպում կարող է կոպիտ հնչել, բայց միջնադարյան մտածողությամբ։ Նրանք պետականություն, պետություն ասվածը դիտարկում են երևի դարերի խորքից, չգիտեմ դա ինստիտուցիոնալ հիշողության արդյունք է, թե ինչի մասին է խոսում, բայց նրանք դեմ են արտահայտվում ժողովրդավար ընտրություններին։ Նրանք խոսում են հիմնականում օրինակ այսօրեի կարծեմ նորից նայում, ասում եմ մենք ձեզ իշխանություն տվեցինք, մենք ի նկատի ունի հոգևոր իշխանությունը տվեց կուսակցություններ ստեղծվելու ժամանակ 1490-ականներից հետո։ Մենք ձեզ իշխանություն տվեցինք, դուք 30 տարում կորցրեցիք 4700-ամյա երկիրը։
ես ցիտում եմ հիմա նախադասությունը։ Եվ ես կարծում եմ հենց այս ամբողջ մի ամեն բառը այս նախադասության մեջ կարելի է մի քաղաքագիտական վերլուծության ենթարկել, թե որ դարերի ծիրից է մարդը նայում պետականությանը։ Երբ նրանց ասում են ձեր օրոք ցեղասպանություն տեղի ունեցավ, ինչպես եք դուք ավելի լավ կառավարել, քան քաղաքական կուսակցությունները կամ իշխանությունները, պատասխանը հնչում է այդպեսին, որ մենք ձեզ տվեցինք իշխանություն քաղաքական կուսակցություններին։ Այսինքն իշխանության ձեռքից եկեղեցու իշխանությունը որոշ չափով խլվեց եւ պետությունը տարանջատվեց հոգեվոր եւ աշխարհիկ իշխանությունների միջև։ Եվ այդ իշխանության պարագայում քաղաքական կուսակցությունները մեր պետությունը չէ 4700-ամյա երկիրը ինչպես վարվեցինք 4700-ամյա երկրի հետ։ Այս մտածողության հարցն է։ Մարդիկ պետականությունն ու պետությունը ավելի վերջ են դասում, քան ցանկացած արժեք։ Եվ ես կարծում եմ, որ նրանց մեջ մտայնություն կա եւ շատ հաճախ նաեւ հացազրույցներում երևում է, որ եկեղեցական իշխանությունը շատ ավելի ամուր դիրքերից կարող էր օրինակ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել կամ ամուր դիրքերից պաշտպանել ոչ թե պետությունը, այլ ժողովրդին։ Ավելի լավ կարող էր պաշտպանել, քան քաղաքական գործիչները, առանց եկեղեցականները դա ասում են իհարկե։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության վարչապետը, որ ամենօրյա կտրվածքով հիմա հրապարակումներ է անում ընդդեմ եկեղեցու կամ ընդդեմ կաթողիկոսի եւ ուրեմն բարձրագույն եկեղեցական որոշակի դասի, իր հրապարակումներից մեկում ասում է հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Ոնց եք դա պատկերացնում։ Հայաստանի Հանրապետություն ներկայացնող ժողովուրդը։ Ես դա նկատի ունի, ինձ թվում է, պարոն վարչապետ։ Ժողովուրդը ինչպես պետք է կաթողիկոս ընտրի։ Հենց այդ է ամբողջ հարցը։ Նրանց նաև խոսույթի մեջ նրանք ազգընտիր են ասում նաև։ Այսօր մի եկեղեցականի քահանայի գրառում եմ կարդում, որտեղ ասում է ազգընտիր, նորին տեր մեծություն, գարեգին բն։ Ես կարծում եմ, որ ժողովրդի սերը առ կաթողիկոս եւ ժողովրդի վստահությունը առ կաթողիկոս պետք է լինի ամենաբարձրագույն մակարդակի վրա եւ մենք այս օրերին այս քննարկումը երբ ծավալվում է եւ տեսնում ենք, որ այդպեսին չի, ինչքան էլ որ մեր ընդդիմախոսները բերում են Կովկասյան բարոմետրի ցուցանիշները, երբ հարց է տված մարդուն ինչքանով եք վստահում ձեր կրոնական դավանած հաստատությանը եւ մարդիկ տալիս են 60 քանի տոկոս վստահություն, դա 71 62% այդ մի հարցն էր, հետո գալիս է 80% մյուս հարցին, այստեղ այդ թեզը ձևախեղել է եւ ասել է, որ այդ տեսակ տենց բարձր վարկանիշ ունեցող կառույցի մասին է խոսքը եւ դրա համար է իշխանությունը անդադ հակասությունների մեջ մտնում նրա մեջ, իսկ կարծում եմ ամենա հեշտ ջարդվողն է, որովհետև այո, երբ մարդուն հարցնում ես քրիստոնյա ես, ասում է այո, քրիստոնյա եմ, հավատում ես եկեղեցուն կամ հավատում ես այն կառույցին, որ դու դավանում ես, ասում է այո, ես դավանում եմ, բայց երբ հարցը ձևակերպեն դուք վստահում եք Գարեգին Բ-ին, իսկ կարծում այլ պատկեր կարող ենք տեսնել այդ մասով։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի դերակատարում պետք է ունենա, հենց եկեղեցականները նույնպես շատ հաճախ շեշտում են, որ դեռևս դարերի վեր մեր պետականություն չունենալու պարագայում կամ անգամ երբ որոշակի մի շրջան ունեցել ենք պետականություն, մեր կաթողիկոսները օծվել են այլ պետություններում եւ էլի ցիտեմ Շիրակի թեմի առաջնորդին, երբ ասում եմ մենք սովետական շրջանում գնում էինք KGB, եկեղեցականները գնում էինք KGB, հետո հետ էինք գալիս ավելի եկեղեցական դարձած, քան KGB-շնիկ դարձած, եւ ես այս թեզն էլ կուզեմ առաջ տանել, որ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության ներսում ձևավորված եւ այսպես ասած արդարություն ունեցող եւ ոչ մի կասկած չունեցող հանրության մոտ ամբասիր դեմքերը կարող են դառնալ եկեղեցու գլուխ։ Շատ լավ, իմ հարցին խնդրում եմ վերադառնալով Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա վճռորոշ ձայն ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, ինչպես եք սա պատկերացնում։ Վճռորոշ ձայն ժողովրդի մենք զգում ենք չէ ժողովրդի տրամադրությունները։
Այսինքն այդ ամենը տենց օթում չի պատտվում կամ այսինքն ինչ պետք է անել սոցիոլոգիական հարցում անել եւ հասկանալ ում են վստահում։ Դուք երևի նկատի ունեք հողի վրա ինչպեսի գործողություններ ակնկալում, իսկ կարծում սա ավելի արժեբանական տեսանկյունից ասված խոսք է եւ երբևիցե չի կարող Հայաստանի Հանրապետություն ես պատկերացնում եմ հետեւյալ կերպ կառավարությունը իր ներկայացուցիչներով գնում նստում է եպիսկոպոսական հայտնի ժողովին իր ձայնն է ունենում եւ որոշակի տեխնացուի ձայնը տալիս։ Առաքելություն երբևիցե չենք ուզել ստանձնել եւ երբևիցե չենք ուզում այդ ուղղությամբ դա մեր գործը չի, սահմանադրությամբ տարանջատված է, մենք հարգում ենք մեր սահմանադրությունը։ Եթե ձեր գործը չի, ինչու եք անում նման հայտարարություն։ Որովհետեւ մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին ունի եկեղեցու տվյալ ներկայացուցիչը եւ որոշակի թեմի ներկայացուցիչներ ունեն շատ մեծ հարցեր եւ շատ մեծ հարցեր են առաջացնում հանրության շրջանում եւ այդ հարցերի բովանդակությունը ես կարծում եմ ամենաշատն է վնասում եկեղեցու հեղինակությանը։ Դուք կարծում եք պատասխանեցիք իմ հարցին։ Ես կարծում եմ, որ հստակ գիտեմ ինչ չի ենթադրում այդ նախադասությունը եւ այն ինչ որ դուք ներկայացրեցիք բացարձակ այդպիսի միտում չունի ոչ վարչապետը ոչ մեր քաղաքականները։ Ես իմ շրջապատում հարցրել եմ այդպես են հասկացել։ Չէ, սխալ են հասկացել ես կարծում եմ եւ ես կարծում եմ որ Եվ սա ներմիտված այդ բարձաբանումը։ Երբ ես խոսում եմ այն թեզի մասին, որ շատ հաճախ մեր կաթողիկոսները ոտվել են այլ պետություններում եւ օծություն են ստացել այլ պետությունների ներկայացուցիչների կողմից, կարծում եմ այդ ուղղությամբ կարելի է դիտարկել նաեւ այս հայտարարությունը։ Շատ լավ, տեսեք, Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի առաջին նախագահը, օրերս հանդիպեց Համենայն հայոց կաթողիկոսին եւ զորակցությունը հայտնեց հատկապես այս բանավեճի կամ այս հակասությունների սրման ուրեմն ֆոնի ներքո ֆոնին եւ դրան ձեր կուսակցության ղեկավարը Հայաստանի Հանրապետության վարչապետը պատասխանեց հայտնի գրառմամբ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է Հայաստանում կեղծված ընտրությունների այսպես պրակտիկայի հիմնադիրը եւ երկու մարդ, որոնք չգիտեմ, կեղծված ընտրություններով կամ ինչ-որ մոտավորապես իր մեսեջն եմ ուզում հաղորդեմ, հիմա չեմ հիշում հստակ հայտարարությունը, բայց մոտավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի մեղադրեց կեղծված ընտրությունների պրակտիկան հիմնադրելու համար, որը իրեն համարժեք մարդու հետ է հանդիպել, մոտավորապես այսպես, Գարեգին Բ-ի հետ է հանդիպել, հա։ Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, Նիկոլ Փաշինյանը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից 2008 թվականից սկսած, ավելի շուտ դեռ։ Այո։ Նիկոլ Փաշինյանը հրապարակներում ուրեմն քարոզել է Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, իր ելույթներում եւ հարցազրույցներում ասել է, որ ավազակեպետական համակարգը դրվել է 98 թվականից այս կողմ, երբ իրեն ասել են կարող է քիչ հետ գնաք, ասելա ոչ։ Ինչ է փոխվել։ Ինչու է փոխվել Նիկոլ Փաշինյանի գնահատականները։ Դե ես կարծում եմ, որ չփոխվեր տարօրինակ կլիներ, որովհետեւ տարիներ են անցել, 20 տարուց ավել, եւ այդ փոփոխությունը խոսում է նրա մասին, որ մենք շատ բաների վրա մեր աչքերը վերջապես բացվել են։ Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, նույն հարցը կարող եք տալ Լևոն Տեր-Պետրոսյանին, Նիկոլ Փաշինյանը նրա աջակիցներից մեկն էր, որը մարտի 1-ին ամենամեծ պատասխանատվությունը կրեց երևի հենց այդ դեպքերի ժամանակ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանը հետո չվարանեց Նիկոլ Փաշինյանին անվանել, ինչպես էր ասում, ազգագործական պատուհաս։ Ես կարծում եմ, որ այդ հակասությունները քաղաքական առումով կարող են տարիներ հետո ի հայտ գալ այն բանից ելնելով, երբ դու տարիներ հետո արդեն պատմությունը դիտարկելով տեսնում ես, թե ինչ նպատակներ են ունեցել քաղաքական գործիչները։ Նրանց հանդիպումը ես կմեկնաբանեի, որ մենք ականատես ենք լինում այնպիսի իրողությունների եւ այնպիսի շերտեր են բացվում քաղաքական դաշտում, որ երևի մի 10 տարի առաջ մեկին ասեիր անհնար էր պատկերացնել։ Չմոռանանք նաեւ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 21 թվականին, երբ կոչ էր անում եկեղեցու շուրջ համախմբվել բոլոր ընդդիմադիր գործիչներին եւ ստեղծել մեկ միավոր, այսպես ասած, հանդես գալու որպես ընդդիմություն քաղաքական ընտրությունների ժամանակ, նաեւ կարծեմ հարցազրույցի ժամանակ անվանում էր կաթողիկոսին ընդդիմադիր կաթողիկոս հանրայինի եթերում։ Հանրայինի եթերում երբ այդ հանդիպումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց հանրային հեռուստաընկերություն։ Համենայն դեպս նրանց միավորվել է եւ նորից կրկնենք լավ կլիներ, որ մյուս նախագահներն էլ այցելեին եւ այդ նույն աջակցությունը հայտնեին, արդեն ամբողջ քաղաքական պատկերը եւ ներկապնակը པարզ կլիներ հանրության համար։ Շատ լավ։
Ինչպես դուք եք ասում, այս ընթացքում 20 տարի է անցել, ձեր աչքերը բացվել են շատ երևույթների նկատմամբ, գնահատականները փոխվել են եւ այլ եւ այլ։ Այդ դեպքում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի անունն է տրվում 96 թվականի այդ ընտրությունների հետ կապված, արդյոք նրա հետ հավասար նույն նժարի վրա դրվում է օրինակ Վազգեն Սարգսյանին, Վանո Սիրադեղյանին։ Չեմ կարծում, որովհետև թիմակիցները շեշտեցինք, որ նաև Նիկոլ Փաշինյանը դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից է եղել, բայց այդտեղ հարցը կեղծված ընտրությունների նկատմամբ ինչպիսի պատասխանատվություն է գրում քաղաքական իշխանության գլուխը եւ արդեն այն ներկայացուցիչները, որոնք որ ընտրական process-ների վրա այդքան մեծ ազդեցություն չեն ունեցել։ Վազգեն Սարգսյանը չի ունեցել ընտրական process-ների վրա։ Վազգեն Սարգսյանի հեղինակությունը ունեցել է, բայց ես չեմ կարծում, որ Վազգեն Սարգսյանը ունեցել է ընտրություններ կեղծելու միտում։ Նույնը Վանո Սիրադեղյանը, Վանո Սիրադեղյանը հակառակը հայտարարություն կար։ Կարծեմ Վանո Սիրադեղյանն էլ է խոսել, երբ արդեն հակասություն կար Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Վանո Սիրադեղյանի մասին, Վանո Սիրադեղյանն էլ է խոսել 96 թվականի ընտրությունների մասին։ Այո, գուցե, բայց նաև հայտնի խոսքեր կային, որ վերագրում էին Վազգեն Սարգսյանին, որ ընդդիմությունը եթե 100% էլ հավաքեր, ձայներ իշխանությունը մենք չենք զիջի։ Ես կարող եմ ուղիղ չցիտեմ, բայց մոտավորապես այդ չեմ հիշի այդ խոսքը, դրա համար չեմ ուզում մեկնաբանել, համենայն դեպս այստեղ խոսքը նախագահի մասին է եւ նախագահի վերաբերմունքը ժողովրդավար ինստիտուտների կայացման։ Մենք օրինակ ասել ենք, որ մեր կյանքի գնով, օրինակ 21 թվականին մենք վստահ ենք, որ մեր կյանքին վտանգ կսպառնա, եթե մենք օրինակ պարտվեինք ընտրությունները, բայց այդ կյանքի գնով պատրաստ ենք կանգնել ազատ արդար եւ ժողովրդավար ընտրությունների մեջքին։ Մենք կարծում ենք, որ նույնը չի արել Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ իր առաջի եւ վերջին արդյունքը անցնելուց։ Տերասողիկ Քահանա Կարապետյանը այսօր գրառում է կատարել, այո, իր Facebook-յան էջում ասելով, որ պետական մակարդակով ծրագրվում է ահաբեկչություն, չի ասում ում դեմ այդ պահին, բայց ենթատեքստից ենթադրվում է, որ եթե դա վերնագիրն է, ենթատեքստից ենթադրվում է, որ խոսքը եկեղեցու մասին է կամ առանձին եկեղեցականների մասին է, ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Ցավում եմ նորից կանգնել այն իրողության առաջ, որ իմ դիմաց կանգնած է վեղարով անձ եւ ես նրան պետք է հակադարձեմ քաղաքական խոսույթով։ Երբ լիներ քաղաքական դեմք, ես շատ կոշտ եւ կոպիտ բառամթերքով կպատասխանեի նրան։ Այս հայտարարությանը ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ դուրս եկեք ցնդաբանության կաղապարներից, դուրս եկեք եւ եկեք խոսենք իրական խնդիրների մասին, իրական բանավեճ ունենանք, ոչ թե փորձենք հասարակությանը մանիպուլացնել կամ այն խոսույթը, որ ընդհանրապես այդ գրառման մեջ կար, արդյոք դա եկեղեցականի կամ քրիստոնյայի խոսույթ է։ Արդյոք եկեղեցականը պետք է տարանջատում դնի իր հավատացյալների միջև, արդյոք եկեղեցականի ատելության քարոզը ընդունելի է քրիստոնեական արժեքների պարագայում։ Երկու կողմն էլ կարծես այդ խոսույթում բառերի այսպես առանձնակի հարցն է, որ քաղաքական իշխանությունը էսթետիկ կողմին չեն ուշադրություն դարձնում։ Իհարկե, ես մշտապես ասել եմ բոլոր տեղերում, որ ես կողմ չեմ հանրության շրջանից սկսած վերջացած քաղաքական ուժերով խոսել ատելության խոսք պարունակող հայտարարություններով, բայց այս պարագայում քրիստոնեության արժեքներ դավանող անձը չի կարող այդպիսի չար աչքերով կանգնել ու ամբողջ նախադասությունները, որ ասես կարդում ես ամբողջ գրառման, մի մեծ ատելության պարկ է ուղղակի, որ այտենց դուրս է շպրտում հանրության նկատմամբ։ Ես կարծում եմ, որ այդ ցնդաբանության վարկածները կարող են մի կողմ դնել, որովհետև քաղաքական իշխանությունը պատասխանատվություն է կրում այն իրողությունների եւ այն քաղաքական իրավիճակի հանցագործների բացահայտման եւ հանցագործների չեղարկման համար ինչ չեն կրում նրանք։ Այն նրանց խոսույթով եւ այդ մի բան էլ է շատ կարեւոր եկեղեցականների հայտարարությունները պատասխանատվություն չեն կրում եկեղեցականների հայտարարության համար պատասխանատվություն քաղաքական հայտարարությունների մասն է խոսքը պատասխանատվություն կրում է քաղաքական իշխանությունը։ Դրա համար ենք ասում, երբ դուք չունեք գործիքակազմ այդ պատասխանատվությունը կրելու չունեք հնարավորություններ համախմբման բանակ, չգիտեմ, անվտանգություն ապահովել, տնտեսական աճ ապահովել, բայց խոսում եք այդ քաղաքական իրողությունների մասին, այդ դա ամպագորգոր հայտարարությունների են վերածվում։ Եվ նույնը այս քահանան է, ոնց կարող է իշխանությունը որևիցե
անօրինական գործողություն պլանավորել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ։ Civility տաղավարում ես զրուցեցի Լիլիթ Մինասյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։